Արդարադատությունը հիվանդանում է, բայց չի մեռնում։ Արդիկի քրեակատարողական հիմնարկից դուրս գալիս ասում է գրեթե մեկ ամիս կալանավորված փաստաբան մեր ձևով շարժման Գյումրիի համակարգող Ռուբեն Մխիթարյանը։ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, վերացրել է նաև Գյումրիի քաղաքապետի եղբոր թոռ Նարեկ Ղուկասյանի և Գյումրիի ավագանու նախկին անդամ Տիգրան Ավագյանի խափանման միջոց երկամսյա կալանքը։ Նաև ցանկանում մեր մյուս բոլոր քաղբանդակյալներին ազատություն ու շատ մեծ հույս ունեմ, որ մոտ ապագայում չի լինելու մի ժամանակաշրջան, երբ քրեակատարողական հիմնարկներում կունենանք քաղաքական բանտարկյալներ։ Մեր ձևով շարժման Գյումրիի համակարգող Ռուբեն Մխիթարյանին բերման են ենթարկել հոկտեմբերի 20-ին, Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը։ Իբրև զանգվածային անկարգություններին մասնակցելու և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Փաստաբանն այդ օրը բախումների ժամանակ ձեռքերը պարզապես բարձրացրել էր իրավիճակը հանդարտեցնելու համար։ Ձերբակալման ոչ իրավաչափ լինելու, առհասարակ Ռուբեն Մխիթարյանի գործողությունները իրեն վերագրվող արարքների հիմնավոր կասկածի բացակայության, նաև կալանքի հիմքերի վերաբերյալ մենք ստացել ենք ընդհանուր դատարանի քաղաքացիքը դեռևս բուն որոշում չենք ստացել։ Որ ենթադրյալ հանցավոր դեպքերի հետ որևէ առնչություն չի ունեցել նաև քաղաքապետ Ղուկասյանի եղբոր թոռ Նարեկ Ղուկասյանը, անվիճարկելի է նրա փաստաբանի պնդմամբ։ Նարեկ Ղուկասյանը որևիցե առնչություն չի ունեցել ենթադրյալ հանցավոր դեպքերին, ինչպես զանգվածային անկարգություններին, այնպես էլ արդարադատության իրականացմանը միջամտելուն։ Քաղաքական հետապնդում է, ուրիշ ոչինչ, համոզված է Գյումրիի ավագանու նախկին անդամ Տիգրան Ավագյանը։ Նա կալանավայրում ստիպված է եղել հրաժարվել մանդատից։ Ավագյանի պնդմամբ Գյումրիի ավագանու կոմունիստական կուսակցության անդամներին կալանավորելով իշխանությունը փորձում է ամեն կերպ պարալիզացնել քաղաքապետարանի աշխատանքը, որպեսզի քվորում չապահովվի, տապալվեն ավագանու նիստերը։ Այսքան մարդու ամբողջ Հայաստանում կալանավորված ինչքան մարդ կա, դա մի օր չէ, երկու օր չէ, երեք օր չէ, իր հետևանքները կունենա, այսպես է ռեպրեսիաներով երգիզ չեն պահում, այս իշխանությունը իր ղեկավարով թող հասկանա, որ ռեպրեսիաներով երգիզ պահելը դա զուտ ժամանակի հարց է։ Տիգրան Ավագյանի եղբայրը Գևորգ Ավագյանը կալանավորված է նույն գործով։ Ավագանու նախկին անդամը հույս ունի, որ արդարադատությունը չի շրջանցի իր խոսքով հանրապետության մյուս քաղբանտարկյալներին։ Գաներ Մովսիսյան, Ալեքսանդր Սարգսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։